Հայաստանի կառավարությունն Ադրբեջանում անազատության մեջ պահվող հայերի վերադարձի ուղղությամբ ամենօրյա աշխատանք է կատարում, վստահեցնում է Նիկոլ Փաշինյանը։ Լրագրողների հետ ճեպազրույցում նա ասել է, արդյունքների մասին հայտնի կլինի, երբ արդյունք լինի։ Ընդգծել է, քանի դեռ որևէ մեկը սահմանը չի հատել եւ չի հայտնվել Հայաստանի տարածքում, ազդարարել նման հնարավորության մասին առնվազն լուրջ չէ։ Ինչ վերաբերում է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացին, Փաշինյանը պատմական է որակել երկու երկրների փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի եւ Շահին Մուստաֆայևի փոխայցերը։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մայիսի 5-ին պետական այցի շրջանակում կլինի Գյումրիում եւ կմասնակցի մեծ համերգի։ Հայաստանի կառավարությունը համերգի կազմակերպման նպատակով կհատկացնի ավելի քան $1 միլիոն։ Երևանում Մակրոնը կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք կմատուցի հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, ինչպես նաեւ կայցելի Մատենադարան։ Նախատեսվում են մի շարք հանդիպումներ բարձրաստիճան ղեկավարության հետ։ Լրագրողներ առանց սահմանների կազմակերպությունը հրապարակել է 2026 թվականի մամուլի ազատության համաշխարհային ինդեքսը, որում Հայաստանը նահանջել է նախորդ տարվա ցուցանիշից։ 180 երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 50-րդ հորիզոնականը։ 2025 թվականին մեր երկիրը 34-րդ տեղում էր, 2024-ին 43-րդում։ Չնայած նահանջին Հայաստանը տարածաշրջանում առաջատարն է մամուլի ազատության առումով։ Վրաստանը 135-րդ տեղում է, Ադրբեջանը 171-րդ, Թուրքիան 163, Իրանը 177, Ռուսաստանը 172-րդ հորիզոնականում։ Հայաստանում մամուլի ազատության վիճակն այժմ դասակարգվում է որպես խնդրահարույց։ Նշվում է, որ լրատվական դաշտում Civilnet-ը, Հետքը, Ֆակտորը եւ Ազատությունը ծաղկում են եւ կատարում անկախ վերահսկողի դեր, որը էական է ժողովրդավարության մեջ։ Մայիսի 2-ի դրությամբ Հայաստան կմտնի այնքան հեղուկ գազ, որ գներն էականորեն կիջնեն, հայտնում է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Նրա տեղեկացմամբ նախորդ 2 օրերին արդեն մի քանի մեքենա եկել է։ Ըստ նախարարի Հայաստանում հեղուկ գազ չկար երկու պատճառով՝ Իրանի հետ կապված իրադրության եւ Վերին Լարսի խնդրի։ Վերին Լարսն արդեն բաց է։ Ինչ վերաբերում է Ադրբեջանի տարածքով երկաթուղով հեղուկ գազ բերելու համաձայնությանը, Պապոյանը նշել է, որ Հարավկովկասյան երկաթուղին հսկայական ներդրումներ պետք է աներ եւ անում է, որպեսզի երկաթուղով հեղուկ գազը Հայաստան հասնի։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին արձագանքել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մայիսի 9-ի կապակցությամբ հրադադար հաստատելու առաջարկին։ Նա ընդգծել է, նախ պետք է պարզել, թե կոնկրետ ինչի մասին է խոսքը՝ մի քանի ժամվա անվտանգության ապահովում Մոսկվայում շքերթի համար, թե ավելին։ Ըստ Զելենսկիի Կիևն առաջարկում է երկարաժամկետ հրադադար, որը կապահովի մարդկանց համար հուսալի անվտանգություն եւ երկարատև խաղաղություն։ Իսրայելի բանակը Կրետեի ափերի մոտ նավեր է կալանել, որոնք Սումուտ նավատորմի կազմում ուղևորվում էին Գազայի հատվածի ափ։ Նավատորմի ակտիվիստները հայտարարել են, որ իսրայելցի զինվորները բարձրացել են նավերի վրա, վնասել շարժիչները եւ կապի սարքերը, փորձելով ստիպել նրանց փոխել ուղղությունը։ Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ իսրայելական ուժերը ձերբակալել են 175 ակտիվիստի ավելի քան 20 նավակներից։